Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք կքննարկենք Ադրբեջանի 2025 թվականի տնտեսությունը եւ շատ մանրամասն ձեր համար վերլուծություն եմ պատրաստել այս թեմայով, ոչ միայն ձեր համար, այլ նաեւ իմ համար։ Ինձ նաեւ շատ է հետաքրքրում, որ հետևեմ, թե Ադրբեջանում ինչ տնտեսական փոփոխություններ են տեղի ունեցել 2025 թվականին եւ համեմատելու եմ սա նաեւ ուրեմն ակնհայտորեն Վրաստանի եւ զուգահեռ դրա Հայաստանի հետ եւ ել ավելի դրանով այսպես ասած կարեւոր է լինելու այս վերլուծությունը, որովհետեւ այս համեմատությունն են ներառելու համարում եմ, որ սա շատ հետաքրքիր կարևոր թեմա է։ Առաջ երթին կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, անպայման գրեք ձեր մեկնաբանությունները, տարածեք այս վերլուծությունը եւ իհարկե ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել իմ գործունեությանը նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Անցնենք առաջ 2025 թվականին Ադրբեջանի ուրեմն տնտեսությունը ընդհանուր առումով զարգացել է, ունենալով բարդություններ արտաքին եւ ներքին ուղղությամբ, Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը մոտավորապես 1,9% է 2025 թվականի համար, ինչը կտրուկ ավելի ցածր է, քան 4,1%-ը 2024 թվականին։ Սա մեծ մասամբ գալիս է նավթի ուրեմն արտահանումի նվազեցնելու հետևանքում, ինչպես նաև ոչ նավթային ակտիվության նաև նվազեցման, ընդհանուր միջազգային ուրեմն խնդիրների եւ հանրային ներդրումների եւ առհասարակ ներդրումների նվազեցման ուղղությամբ։ Ինֆլյացիոն գնաճի, այսինքն իրավիճակը գտնվում է ընդհանուր առումով կայուն հատվածում 2022-ին էր ամենաբարձր ցուցանիշը գնաճի Ադրբեջանում եւ 2025 թվականի համար 4,6% է ընդհանուր առումով գնաճը, ինչը կարելի է ասել, որ Ադրբեջանի կենտրոնական բանկի համար, որը 4 պլյուս 2 մինուս 2% գնաճ ունի ինչպես նպատակ, այդ նպատակին համապատասխանում է մոտավորապես Ադրբեջանի կենտրոնական բանկի ուրեմն այս գլխավոր ցուցանիշը վարկային 6,75% է ներկայացնում եւ սա էլ կհամեմատենք իհարկե տնտեսական շուկան մնում է նաեւ կայուն Ադրբեջանում աշխատատեղ փնտրողների տոկոսը պաշտոնական տվյալներով 5-ից 6% է, ինչը ոչ այնքան բարձր, կարելի է ասել նույնիսկ ցածր մակարդակ է, Ադրբեջանի պետական ուրեմն դրամը, ադրբեջանական մանաթը շարունակում է մնալ 1,7 ուրեմն ադրբեջանական մանաթ 1 դոլարի համար, որը գիտեք, որ Ադրբեջանը ֆիքսված ունի դոլարի հետ հանդեպ, ինչը շատ բարդ իրականում գործընթաց է, պահել այդպես։ Ես ուզում եմ այստեղ միանգամից ձեր հետ միասին անցնենք համեմատություններին, հետո վերադառնանք ոլորտներով ադրբեջանական տնտեսությունին վերլուծելուն։ Ուրեմն բնակչությունը Ադրբեջանում 2024 թվականի համար 10,2 է, իսկ Հայաստանում 3 միլիոն, Վրաստանում 3,7 միլիոն։ ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարներում, ուրեմն Ադրբեջանում 74 միլիարդ ուրեմն դոլար է մոտավորապես, Հայաստանում 26 միլիարդ, Վրաստանում 34 միլիարդ։ Մեկ հոգու վրա GDP per capita կոչված շատ կարևոր տվյալը ցույց է տալի մեզ, որ ամենաբարձր տարածաշրջանում ՀՆԱ-ն մեկ անձի վրա ունի Վրաստանը 9,100 դոլար, երկրորդ տեղը ունի Հայաստանը 8,500 դոլար եւ երրորդ տեղն է ուրեմն Ադրբեջանը 7,300 դոլար։
ՀՆԱ-ի մեկ անձի վրա Վրաստան, Հայաստան, Ադրբեջան այսպիսի շղթա է, ընդհանուր ՀՆԱ-ի ուղղությամբ երբ խոսում ենք, ապա շղթան այսպիսին է Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, բնակչությունը եթե նայում ենք, նաև Ադրբեջան, Վրաստան, Հայաստան։ Եվ եթե նայում ենք տնտեսական իրական աճին, 2025 թվականի համար, ապա նոր խոսեցինք, որ 1,9% է Ադրբեջանում, ինչը շատ ցածր ցուցանիշ է ընդհանուր առումով, հատկապես տարածաշրջանում, որովհետև Հայաստանը ունի 5,2% տնտեսական աճ, ինչը շատ լավ իրականում տվյալ է, բայց Վրաստանի տվյալը 7% է տնտեսական աճը այս տարվա ընթացքում։ Ինչպես գնաճի մասին արդեն խոսեցի, Ադրբեջանում պահպանվում է կայուն գնաճ, բայց 4,6% է, գնաճը Հայաստանում 3% է, շատ լավ իրականում ցուցանիշ է ընդհանուր առումով, Վրաստանում 3,5% է, նաև լավ ցուցանիշ է։ Ուրեմն աշխատանք փնտրողների տվյալները եթե նայենք, ապա ասացի 5% է Ադրբեջանում, դա շատ ցածր վարկանիշ է, որովհետև Հայաստանում եւ Ադրբեջանում 14% է պաշտոնական տվյալներով։ Տնտեսական ֆիսկալ բալանսը, այսինքն բյուջեի բալանսը Ադրբեջանում ուրեմն դրական է 3,6%, այսինքն պրոֆիցիտ ունեն բյուջեի, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 5%-անոց դեֆիցիտ կա բյուջեում եւ նույն տրամաբանությամբ 3%-անոց դեֆիցիտ է Վրաստանի բյուջեում։ Ընդհանուր առումով ինչու մասին այս տվյալները խոսում։ Խոսում է նրա մասին, որ Ադրբեջանի տնտեսությունը տարածաշրջանում ամենացածր աճ դրսևորողն է 2025 թվականի համար, նվազել է այս աճը նաև 4-ից ավել տոկոսից մինչև մոտավորապես 2%։ Ինֆլյացիոն առումով նաև ավելի ծանր իրավիճակ է Ադրբեջանում, քան հարևան պետություններում, բայց գլխավոր խնդիրը փաստացի մնում է աշխատատեղերի հարցը, որը Հայաստանում եւ Վրաստանում ավելի ծանր է։ Չնայած նրա նաև ֆիսկալ բալանսը էլ ավելի դրական է պահպանվում, Հայաստանում կարծում եմ, որ այս 5% դեֆիցիտը նաև ամենամեծ խնդրահարույց տվյալն է, որովհետև նույն Վրաստանի հետ եթե համեմատենք, ապա 3%-անոց դեֆիցիտի կարգավիճակում Վրաստանը փաստացի ունի ինֆլյացիոն կայուն 3,5 տվյալ եւ 7%-անոց աճ, ապա սա նշանակում է իմ պատկերացումով, որ Հայաստանի 5%-անոց դեֆիցիտը խնդրահարույց է, մի փոքր ավելի մեծ է, քան նպատակահարմար է իմ պատկերացումով, բայց դա կարող է կախված լինի նաև ռազմական տարբեր ծախսերի հետ, պետք է ավելի մանրամասն այս ուղղությամբ տվյալներ ուրեմն ունենանք, թե ինչ հարցերի պատճառով է այսպիսի դեֆիցիտ Հայաստանում, բայց ընդհանուր առումով դրական է իհարկե 5,2% աճը տնտեսական եւ հասկանալի է, որ այս աճը տալիս է հնարավորություն Ադրբեջանի հետ բալանսը պահպանելու ուղղությամբ քայլեր արվի, որովհետև ընդհանուր առումով մեր ՀՆԱ-ին ավելի մեծ հնարավորություններ է տալի, որ ավելի արագ տեմպում զարգանա, բայց վրացական 7%-ը նաև ցույց է տալիս, որ Հայաստանի համար ուրեմն այս 5%-ը այդքան էլ շատ չէ, ավելի մեծ հնարավորություններ նույնիսկ կան, Վրաստանի այդ 7%-ը գիտեք գալիս է նաև ինչուց եւ առհասարակ այստեղ Ռուսաստանի դերը ինչպիսին է, չեմ ուզում շատ մանրամասն խորանամ հիմա այս հարցի մեջ, բայց հասկանում եք, որ այս 7%-անոց աճը իրականում Վրաստանի տնտեսության ժողովրդի բնակչության ուրեմն այսպես ասենք տնտեսական հնարավորությունների աճի հետ ընդհանրապես կապ չունի, սա տարբեր օլիգարխիկ խմբերի Ռուսաստանի հետ առևտրի հետևանք է իրականում։ Ես ուզում եմ մենք մանրամասն վերլուծենք ադրբեջանական տնտեսության տարբեր ոլորտները, նպատակը մեր ուրեմն այս վերլուծության իրականում սա էր, Ադրբեջանում ուրեմն եթե նայենք նավթային եւ այդ ուղղությամբ էներգետիկ շուկային, ապա կտեսնենք, որ 3%-ով նվազել է նավթի արտադրությունը
եւ սա կահված է ուրեմն Ազերի Չիրակ Գունեշլի այդ ուրեմն հատվածներում նավթի արտահանման ընդհանուր առումով նվազեցման հետ եւ բացի դրանից Ադրբեջանի OPEC պլյուսի արտադրման ուրեմն այդ սահմանափակումների հետ իհարկե, որին համապատասխան է գործում Ադրբեջանը։ Բացի դրանից, կարելի է ասել, Ադրբեջանի նավթի արտահանման գլխավոր գումարները ակտիվորեն գալիս են եվրոպական շուկաներից եւ ամենամեծ դերը այդ ուղղությամբ ունի Իտալիայի շուկան։ Բացի դրանից, պետք է ասել, որ Ադրբեջանի գազի ուրեմն ոչ միայն արտահանման, այլ արտադրության եւ արտահանման ուղղությամբ կա մի փոքր աճ եւ Շահ Դենիզի ուրեմն հատվածն է ամենակարևոր եւ ամենավերջին ներդրումը այդ ուղղությամբ, ուրեմն գազի արտահանումը մոտավորապես 25 միլիարդ ուրեմն կուբային մետրին հասավ 2024 թվականին, բայց պետք է ասել, որ սա նաև շարունակվել է եւ առաջի 10 ամսվա ընթացքում 2025 թվականի տվյալներով մենք ունենք Ադրբեջանում 20,6 կուբային մետրի, ուրեմն միլիարդ կուբային մետրի արտահանում եւ պետք է ասել, որ մատակարարումները դեպի Եվրոպա նաև աճել է Ադրբեջանից տրանսադրիատիկ գազային համակարգի միջոցով եւ Ադրբեջանը շարունակում է լինել եվրոպական պետությունների համար ռուսական գազի այլընտրանքային ուղղություն։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ հաշվի առնելով նախկին տարիների ընթացքում այս ոլորտից շատ ավելի օգտակար իրավիճակից, որ Ադրբեջանը ուներ, 2025 թվականի համար պետությունը, կառավարությունը ավելի ցածր ուրեմն այսպես գումարներ է ստանում այս ոլորտից, նավթի ոլորտից, որովհետև միջազգային գները առհասարակ նաև նավթի նվազել են եւ սա ստիպում է Ադրբեջանին էլ ավելի ակտիվ շարժվել դեպի դիվերսիֆիկացում տնտեսության, այդ թվում իրանց ակտիվորեն արևային պանելների եւ ուրիշ ծրագրերի ուղղությամբ աշխատանքը ուրեմն նաև այդ նպատակները ունի, որովհետև Ադրբեջանը նաև պատկերացնում է, որ Եվրոպական միության հետ միասին պետք է կարողանա հասնի 2027 թվականի համար 20 միլիարդ կուբային մետր գազի արտադրությանը եւ արտահանմանը դեպի ԵՄ, ինչը շատ մեծ ցուցանիշ է եւ ինչպես պետք է հասնի դրան, գալիս է նաեւ նրանից, որ Ադրբեջանը պետք է նվազեցնի գազի դերը հոսանք արտադրելու հարցում եւ դրա շնորհիվ գազը կարողանա արտահանել դեպի Եվրոպա եւ չօգտագործել հոսանքի առումով։ Այդ նպատակով մեծ ներդրումներ է Ադրբեջանը անում, ուրեմն, ինչպես ասացի, վերականգնող էներգետիկայի ուղղությամբ, հատկապես քամու եւ արևային պանելների ուղղությամբ։ Մոտավորապես այսպիսի իրավիճակ է ուրեմն նավթի, գազի եւ էներգետիկ ուղղությամբ։ Հիմա ձեր հետ միասին նաեւ մի քանի ուրիշ ոլորտները Ադրբեջանի տնտեսության նայենք եւ կտեսնենք, որ Ադրբեջանում խոսքի նույն գյուղատնտեսությունը եւ արտադրողական հատվածը տնտեսության ունի շատ ցածր վարկանիշներ, մոտավորապես 5-6% ամենը եւ դա շատ քիչ է, նույն առումով տնտեսության ուղղությամբ ուրեմն գյուղատնտեսությունը աճ ունի մոտավորապես 2-3% 2025 տարվա համար, ինչը նաեւ շատ քիչ աճ է, ինչ է արտադրում Ադրբեջանը, գիտենք, որ մրգեղեն, բանջարեղեն ակտիվորեն եւ նաեւ մի քանի ուրիշ ավելի փոքր հատվածներ, որոնք վերաբերվում են այդ ուղղությամբ։ Բացի դրանից Ղարաբաղում տեղի ունեցող ուրեմն տնտեսական գործունեության հետևանքում ստեղծում է հնարավորություն աճեցնել Ադրբեջանի համար ուրեմն
գյուղատնտեսության զարգացումը, որովհետև ավելանում է Ադրբեջանի հնարավորությունները էլ ավելի մեծ տարածքներ կարողանա օգտագործել գյուղատնտեսության նպատակով։ Սա է պաշտոնական իրենց տվյալները, ես ուղղակի ձեր համար ընթերցում եմ այնինչ իրենք ինչպես են պատկերացնում իրանց տնտեսությունը։ Արտադրության առումով մեծ ուրեմն զարգացումներ չկան, ընդհանուր առումով Ալաթի ազատտնտեսական գոտին սկսել է գործունեությունը Բաքվի մոտ է գտնվում, որտեղ որ մեծ նշանակություն է ունենալու նավթամթերքի ուրեմն այսպես ասած վերամշակումը եւ լոգիստիկ կապերը առհասարակ եւ մի քանի ուրիշ նաեւ արտադրողական ոլորտները, հատկապես ալյումինիումը եւ նավթից արտադրվող տարբեր ուղղությունները լինելու են օրակարգային իրաց համար։ Բացի դրանից Ադրբեջանում ամենադինամիկն էր ուրեմն այս ժամանակահատվածում այն տնտեսության հատվածները, որոնք սպասարկում են քաղաքացիներին, սերվիս կոչված ուրեմն հատվածը տնտեսության, որը պանդեմիայից հետո ցույց է տալի արդեն զարգացում եւ մոտավորապես 40% է Ադրբեջանի ՀՆԱ-ի հենց այդ ուրեմն ուղղությունը սպասարկման կարելի ասել։ Լոգիստիկ առումով երևում է Ադրբեջանի շարունակական դերը միջին միջանցք ծրագրի ուղղությամբ Եվրոպան եւ Ասիան իրար հետ կապելու ուղղությունով, ինչ որ հատվածներում ադրբեջանական երկաթուղին ճանապարհները տեսնում են աճ Ռուսաստանից եկող ուրեմն նոր այդպիսի բեռների, որոնք Ադրբեջանի միջոցով են հետո հասնում դեպի եվրոպական շուկաներ։ Բացի դրանից Բաքու-Թբիլիսի ախալքալաքի կարս երկաթուղին եւ Բաքվի նավահանգիստը տեսնում են նաեւ աճ առևտրի մեջ, տուրիզմի եւ զբոսաշրջության ուղղությամբ ուրեմն ադրբեջանական շուկայի առումով նաեւ երևում է աճ, հատկապես տարածաշրջանային պետությունների կողմից եւ կարելի է ասել, որ մինչև պանդեմիայի վարկանիշին Ադրբեջանը հասել է, այդ թվում սա արվում է շնորհիվ Ադրբեջանի պետական ծրագրերի, որոնք ուղղված են մշակութային վայրերի եւ Կասպիացի ծովի զարգացման մեջ ներդրումներ անելու ուղղությամբ։ Բացի դրանից IT ոլորտն է շատ հետաքրքիր, որը փոքր է ի համեմատություն Հայաստանի եւ Ադրբեջանի, բայց ունի աճ ուրեմն 2024-ում ուներ եւ նույնիսկ 2025-ում ակտիվ աճ ունի IT ոլորտը Ադրբեջանում, այդ թվում բանկային համակարգի ուղղությամբ, բանկային նկատի ունեմ տեխնոլոգիական թվային ենթակառուցվածքների եւ թվային կառավարման համակարգների ուղղությամբ, Ադրբեջանում հայ-տեխ պարկ է նաև բացվել Բաքվում եւ ընդհանուր առումով տեսնում ենք, որ ոլորտը մոտավորապես 5%-ով աճել է 2025 թվականին։ Կառուցման ոլորտը ամենամեծ ոլորտն է եղել, որը ամենամեծ աճն է մինչև այդ տարիներին ցույց տվել, հիմա մի փոքր ավելի նվազել է իր դերը, որովհետև ամենակարևոր գործունեությունը արդեն ծավալված է, վերաբերվում է սա ճանապարհներին, երկաթուղիներին, օդանավակայանների կառուցմանը, որոնք գիտեք, որ Ղարաբաղի տարածքում ակտիվորեն Ադրբեջանը տարածում էր պետության հենց գումարների շնորհիվ։ Բայց չնայած դրա շարունակվում են երկաթուղիների, ճանապարհների եւ քաղաքաշինության Բաքվում հատկապես ուղղությունները եւ այդ առումով միևնույնն է կան ակտիվություններ եւ ներդրումներ։ Չնայած խնդիրների կարելի ասել, որ 2025 թվականը Ադրբեջանի տնտեսության համար ընդհանուր առումով դրական էր եւ 13%-անոց ինֆլյացիայից գնաճից 2022 թվականին Ադրբեջանը կարողացել է նվազեցնել այդ գնաճը եւ դա իրանց համար լրջագույն այսպիսի փոքր հաղթանակ է կարելի ասել, որովհետեւ
գնաճը լուրջ խնդիրներ էր Ադրբեջանի համար ներկայացնում։ Բացի դրանից, Ադրբեջանը ընդունել է նաև պետության զարգացման 5 տարվա այսպիսի ռազմավարական փաստաթուղթ World Bank-ի հետ, այսինքն համաշխարհային բանկի հետ, եւ որի նպատակն է Ադրբեջանը ել ավելի կանաչ դարձնել, նկատի ունեմ տնտեսական էներգետիկ բաղադրիչը դարձնել ավելի վերականգնողական տնտեսության հատվածում եւ նվազեցնել նավթի գազի վրա կախվածությունը, ինչը ցույց է տալի նաև հետաքրքիր բան է ցույց տալի մեզ հարգելի հայրենակիցներ, որ Ադրբեջանը եւ Հայաստանը ունեն մոտավորապես մի նման այսպիսի համագործակցություն օտար պետությունների հետ մի նման օրակարգ, որովհետև երկու պետությունն էլ փորձում են աշխատել էլ ավելի IT ոլորտի զարգացման ուղղությամբ, բայց այստեղ ակնհայտորեն Հայաստանը ունի շատ ավելի լավ դիրքեր։ Երկու պետությունն էլ փորձում են վերականգնողական էներգետիկայի ուղղությունով աշխատել, բայց այստեղ կարելի է ասել Հայաստանը ունի լավ դիրքեր, բայց Ադրբեջանն էլ շատ ակտիվ մոտենում է մեր դիրքերին, որովհետև այստեղ գտել է եվրոպական պետություններում այնպիսի գործընկերներ, որոնք շահագրգռված են, որ ստանան գազ Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը, որ գազը չծախսի, դարձնելով հոսանք, փաստացի ներդրումներ է գտնում այդ պետություններից, որ իրանք մատակարարեն Ադրբեջանին այդ հնարավորություններով վերականգնողական էներգետիկայի։ Բացի դրանից, մնացած ոլորտներում մի նման կարելի ասել հատված է, ինչ վերաբերվում է հարգելի հայրենակիցներ ուղիղ ներդրումներին, ապա Ադրբեջանում երեք այս ուրեմն տարվա հատվածներում եթե տարին բաժանենք, ապա այս 10 ամսվա, 11 ամսվա մոտավորապես տվյալներով 4 միլիարդ 740 միլիոն դոլար ուղիղ ներդրումներ է արվել, ինչը մոտավորապես 4,7%-ով ավելի շատ է, քան անցյալ տարվա ընթացքում, եւ FDI-ները, այսինքն ուղիղ ներդրումները աճել են, այդ թվում ամենամեծ հատվածը այդ ուղիղ ներդրումների գալիս է նավթի եւ գազի ոլորտում եւ մնացած ոլորտներում նաեւ աճ կա, բայց շատ ավելի սահմանափակ։ Այստեղ մենք տեսնում ենք հատկապես ակտիվ մասնակցությունը ուրեմն ծոցի պետությունների եւ եվրոպական պետությունների Ադրբեջանում վերականգնողական էներգետիկայի զարգացման ուղղությամբ, տեսնում ենք հատկապես Միացյալ Արաբական ուրեմն Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի ներդրումները եւ ուրեմն բացի դրանից հա այս հատվածում իրանց ներդրումները գլխավոր առումով վերաբերվում են այս երկու պետության եւ ուղղված են վերականգնողական էներգետիկային։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, պետք է ասել, որ առևտրի ուղղությունով Ադրբեջանը նաև ունի մի փոքր առաջընթաց, մոտավորապես առևտուրը Ադրբեջանում 27-28 միլիարդ դոլարի է հասել ամբողջ տարվա ընթացքում, 2024 թվականին 26 միլիարդի էր, այսինքն 1-2 միլիարդով մոտավորապես աճել է։ Առաջի տեղը զբաղեցնում է Ադրբեջանի համար առևտրային գործընկերը Իտալիան, որը մոտավորապես 45% է ադրբեջանական ամբողջ արտահանման, երկրորդ տեղը զբաղեցնում է Թուրքիան 14%-ով եւ հետո արդեն մնացած տեղերը զբաղեցնում են Իսրայելը, Հունաստանը, Հնդկաստանը մի քանի տոկոս ամեն մեկը։ Եվ կարելի է ասել, որ ինչ վերաբերվում է ապա ոչ նավթային ուրեմն էքսպորտին, ուրիշ ոլորտներում, ապա 2,6 միլիարդ է, նաև քիչ է կարելի ասել համեմատաբար, որովհետև ամբողջ այդ էքսպորտը էլի նավթային էքսպորտ է կարելի է համարել, եւ եթե 27-28 միլիարդ դոլարային էքսպորտից արտահանումից հարգելի հայրենակիցներ, մոտավորապես 3 միլիարդը դա ոչ նավթային են, մնացածը նավթային։ Ուստի 25 միլիարդ դոլարանոց նավթային արտահանում ունի մոտավորապես Ադրբեջանը։ Եվ դա ինչու մասին է խոսում, հարգելի հայրենակիցներ, որ
մեր ուրեմն Հայաստանի ՀՆԱ-ն 26 միլիարդ դոլար է։ Ադրբեջանը միայն արտահանում է նավթ եւ գազ այնքան, ինչքան որ մեր ՀՆԱ-ն է։ Դա շատ կարևոր ցուցանիշ է։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը մեր հետ մրցակցում է, միևնույն ժամանակ ամբողջությամբ մրցակցությունը միայն նավթով եւ գազով ապահովում է եւ մնացած ամեն ինչը արդեն ավելին է, քան նավթ ու գազը, հասկանում եք, հա, դա շատ կարևոր ցուցանիշ է, դա եւս մեկ անգամ խոսում է նրա մասին, թե ինչքանով լուրջ ուրեմն Ադրբեջանը մրցակից է մեր համար եւ ինչքանով տնտեսական առումով մեր համար բարդ է մոտեցնել մեր ցուցանիշները միմյանց երկու պետությունների։ Ուրեմն պետք է ասել, որ ադրբեջանական տնտեսության խնդիրներից է մնում իհարկե նավթի վրա կախվածությունը եւ գազի վրա կախվածությունը, դա երկար ժամկետով իրանք էլ են շատ լավ հասկանում, որ խնդիր է եւ խնդիր է շարունակելու մնալ, որովհետեւ նավթի գները, գազի գները, հնարավորությունները իրանց արտահանման հասկանալի չեն առհասարակ եւ ընդհանուր առումով պետք է ասել, որ իրանք հաշվարկում են դա եւ փորձում են քայլեր անել այդ ուղղությունով, որ փոխեն ստեղծված իրավիճակը եւ մենք տեսնում ենք, որ տնտեսական առումով նաեւ իրանց համար խնդրահարույց է աշխարհաքաղաքական զարգացումները, որովհետեւ շատ հարցերում կախվածությունը Ադրբեջանի վրա գալիս է ռուսական էներգետիկ ուղղությամբ Ռուսաստանից այդ էներգետիկ ներմուծումների նվազեցման ֆոնին, ուստի Ադրբեջանը հասկանում է, որ այսպես ընդմիշտ չի շարունակվի եւ կարող է ձևավորվել տարբեր այլընտրանքներ ադրբեջանական ուրեմն այս մատակարարումներին, բացի դրանից լոգիստիկ ուղիների հարցն է միշտ օրակարգում, որովհետև գիտեք եւ մենք ձեր հետ դրա մասին խոսել ենք, որ Վրաստանի լոգիստիկ ուղին մնում է խնդրահարույց Ադրբեջանի համար, հատկապես վերջի արդեն փաստացի այն իրավիճակով, որը արձանագրվել է հարաբերություններում ուրեմն Ադրբեջանի եւ Վրաստանի միջև, այդ թվում մատակարարումների ուղիներով, այսինքն Ադրբեջանը հասկանում է, որ լոգիստիկ կապերի ուղղությունով դա խնդիրներ է ձևավորում Ադրբեջանի համար եւ ուստի Ադրբեջանը փորձում է գտնել այլընտրանքներ, այդ թվում Հայաստանի հետ եւ հաշվի առնելով դա հետաքրքրված է Ադրբեջանը նաեւ դառնում Հայաստանի հետ խաղաղությունով լոգիստիկ կապերի ամրապնդման ուղղությամբ, որ կարողանա ել ավելի զարգացնել իր տնտեսությունը։ Նաեւ Ադրբեջանը մենք կարող ենք ասել, որ գլխավոր հաշվարկ է անում իր լոգիստիկ կապերի եւ այսպեսի տարանցիկ պետություն դառնալու ուղղությունով, պատկերացնելով, որ Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ղրղստանից եկած տարբեր բեռները մատակարարող կարող է դառնալ դեպի արևմուտք եւ դրանով ապահովել նաեւ իր տնտեսության աճը։ Իսկ դրա համար իհարկե պետք է շատ կարևոր այդ ուրեմն լոգիստիկ կապերի բացումը, հատկապես Հայաստանի հետ, ուստի մենք այստեղ ձեր հետ միասին տեսնում ենք, թե ինչու է Ադրբեջանը շահագրգռված Հայաստանի հետ խաղաղության օրակարգում եւ շարունակվող ներդրումներում։ Տեսեք, Ադրբեջանը շատ լավ հասկանում է, եթե չլինի խաղաղության օրակարգ, ապա չեն լինի լոգիստիկ կապեր, շատ լավ Ադրբեջանը հասկանում է, որ Եվրոպական միության ներդրումները չեն լինի, եթե Ադրբեջանը խախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ խաղաղության այս օրակարգը, շատ լավ Ադրբեջանը հասկանում է, որ երկարաժամկետ Միացյալ Նահանգների ներդրումները նաև չեն լինի եւ համագործակցությունը եթե խախտվի Վաշինգտոնի օգոստոսի 8-ի համաձայնագիրը եւ չմոռանանք եւս մեկ անգամ, որ չնայած նրա, որ Ադրբեջանը այսպիսի նավթի եւ գազի ուրեմն լուրջ արտահան դեր ունի տնտեսությունում, ՀՆԱ-ն մեկ հոգու համար մնում է շատ ցածր, չնայած նավթի եւ գազի, եթե նավթ ու գազը հանենք առհասարակ, ապա մեկ հոգու համար ՀՆԱ-ն էլ ավելի կտրուկ է նվազում, որտեղ բնակչությունը իրանց մոտ շատ մեծ է
եւ ապահովել այդ բնակչությունը շատ ավելի բարդ է։ Մյուս կողմից շատ լավ հասկանում են, որ գնաճի տվյալները Ադրբեջանում մնում են բարձր համեմատաբար տարածաշրջանին, իսկ տնտեսության աճի ցուցանիշը ցածր։ Եվ տնտեսության աճի ցուցանիշը ինչ որ առումով կարող է այլևս չհամապատասխանի բնակչության աճի վարկանիշին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանում մեկ հոգու վրա ՀՆԱ-ն GDP per capita-ն, այսինքն ոչ թե աճ է արձանագրում, այլ հակառակը կարող է նույնիսկ կամ կանգնած լինի, կամ նվազի, ինչը նշանակում է, որ իրական ադրբեջանցի կյանքը չի բարելավվում, եւ Իլհամ Ալիևը իհարկե դա հաշվարկում է, որ դժգոհ են։ Ուստի մի քանի այստեղից արձանագրում։ Առաջինը, որ խաղաղության օրակարգը Ադրբեջանին ի օգուտ է այս իրավիճակում եւ շատ կարեւոր է, որովհետեւ ամբողջ լոգիստիկ կապերում մասնակցությունը գալիս է այդ խաղաղության օրակարգի շնորհիվ, այդ թվում Հայաստանի հետ եւ Հայաստանի տարածքով, բայց եւ Եվրոպական միությունից արևմուտքից ներդրումները նաեւ այդ տրամաբանությունով են գալի, բայց նաեւ երկրորդ հարց կա, իրանց համար պետք է այսպիսի թշնամական ինչ որ թիրախ ունենալը, իրանց հաղթանակած դրսևորելը եւ ցույց տալը, որ իրանք այսպիսի հզոր են, այսինքն ճակատներում ուրեմն ժողովրդին այսպիսի կերակրելու պրոպագանդա կերակրելու օրակարգը պետք է շարունակվի։ Ես կարծում եմ, որ սա եւս մեկ անգամ մեզ ցուցում է նրա, որ ուրեմն հուշում է նաեւ մեզ, որ այդ արևմտյան Ադրբեջանի թեզը, այս շքերթները, որը իրանք կազմակերպում են կամ բազմաթիվ անգամ նշելը Ղարաբաղի հետ կապված տարբեր իրադարձությունների, նրա համար են, որ ժողովրդին իրական խնդիրներից շեղեն, որոնք ադրբեջանական տնտեսությունում գոյություն ունեն, հատկապես հաշվի առնելով, որ այս նավթի եւ ուրիշ ոլորտներից գումարները այնպես չէ, որ հասարակ ժողովրդի ջեբն է գնում։ Շատ պարզ է, Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է, հատկապես իշխանությունում եղած այդ ուրեմն խմբերի եւ մարդկանց, եւ հասարակ ժողովուրդը դրա հետ կապ չունի։ Հասարակ ժողովրդին պետք է ուրեմն ցույց տան, որ կա թշնամի, ուրեմն Հայաստանում ինչ որ թշնամիներ, պետք է ցույց տան, որ իրանք հզոր են, ռազմատենչ են եւ այլն, եւ դրան պետք է համապատասխանի։ Կարծում եմ, սա հետաքրքիր այսպիսի վերլուծություն էր։ Ես ուզում եմ, հարգելի հայրենակիցներ, ձեզ կոչ անեմ, որ մեկնաբանություններում գրեք, արդյոք ձեր դուրը եկավ այս ձևաչափը, այս թեման, այսպիսի թեմաներ արդյոք հետաքրքիր կլինի, որ նաեւ շարունակաբար պատրաստենք, պատրաստ եմ ձեր համար եւ միասին քննարկենք։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք, ցտեսություն։